Ողջույն։ Քննարկենք մի այսպիսի խնդիր։ Դիցուք սրոց 10 միջակայքից պատահական կերպով վերցնում են իրարից անկախ 3 հատ թիվ, օրինակ x, y, z, եւ երբ ասում ենք պատահական, նկատի ունենք հավասարաչափ բաշխումով 0-ից 10 միջակայքից։ Որքան է հավանականությունը, որ այդ 3 x, y, z երկարությամբ եթե վերցնենք հատվածներ, ապա ստացված երկարությամբ հատվածներով կարելի կլինի կառուցել եռանկյուն։ Այսինքն օրինակի համար, եթե վերցնենք այսպիսի x, y եւ z, դրանցով հնարավոր կլինի կառուցել եռանկյուն։ Բայց եթե օրինակ վերցնենք այսպիսի x, y եւ z, ապա դրանցով նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա եռանկյուն կառուցել։ Իրականում, որպեսզի հնարավոր լինի վերցված x, y, z երկարության հատվածներով կառուցել եռանկյուն, անհրաժեշտ է եւ բավարար, որ դրանցից ցանկացած երկուսի գումարը մեծ լինեն երրորդից։ Այսինքն x գումարած y-ը պետք է մեծ լինի z-ից, x գումարած z-ը պետք է մեծ լինի y-ից, եւ y գումարած z-ը պետք է մեծ լինի x-ից։ Ահա այս 3 պայմանների դեպքում է, որ կարող ենք կառուցել եռանկյուն։ Ու փաստորեն հարցը գալիս է նրան, թե պատահական կերպով վերցված 3 թվերը 0-ից 10 միջակայքից որքան է հավանականությունը, որ կբավարարեն հետևյալ անհավասարումների համակարգին։ Այս հարցին մոտենալու տարբեր ձևեր կա, մենք փորձենք խնդիրը լուծել այսպես կոչված երկաչափական հավանականության մեթոդով։ Եկեք ուրեմն հասկանանք, թե որն է այդ մեթոդը։ Վերցնենք x, y, z առանցքները, մեր եռաչափ կոորդինատային համակարգը, եւ պայմանավորվենք յուրաքանչյուր այդպիսի վերցված x, y, z թվազույգի համապատասխանեցնել այս տարածության մեջ մի որևէ կետ։ Նախ քանի որ մեր 3 թվերն էլ x, y, z վերցված են 0-ից 10 միջակայքից, ապա մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք միայն այն թվերի վրա, որոնցում x-ը 10-ից փոքր է, y-ը 10-ից փոքր, z-ը 10-ից փոքր։ Ահա դրա համար եկեք վերցնենք այս հարթությունը։ Ինչպես տեսնում եք, կարմիր հարթությունից դեպի ձախ գտնվող կետերի համար x-ը մինչև 10-ն է ընկած։ Դրանից աջ գտնվող կետերի համար x-ը 10-ից մեծ արժեք ունի, ուստի այս հատվածում որևէ կետ չենք դիտարկում։ Մյուս կողմից ուզում ենք նաև y-ը 10-ից փոքր լինի, այսինքն եկեք վերցնենք այսպիսի պատ կառուցենք։ Ինչպես տեսնում եք, այս կանաչ պատից դեպի աջ ընկած հատվածում y-ի արժեքները 0-ից 10-ում են ընկած։ Եվ մեր այս երկու պատերին պետք է ավելացնենք մի հատ էլ առաստաղ, որպեսզի z-ի արժեքը նույնպես 10-ից փոքր լինի։ Ահա այս կապույտ առաստաղը եթե ավելացնենք, այն x, y, z-երը, որոնք ընկած են 0-ից 10 թվերի արանքում, իրենք այս 3-ով սահմանափակված ոնց որ այս սենյակը լինեն, որը գտնվում է այս մասում։ Եկեք այն առանձնացնենք այսպես դեղին գույնով։ Ահա տեսնում եք 0-ից մինչև 10 x-եր, 0-ից մինչև 10 y-ներ եւ 0-ից մինչև 10 z-եր։ Մեր ըստ էության բոլոր ընտրությունները, որոնք որ հնարավոր է կատարել, 0-ից 10 միջակայքից բոլոր այն 3 x, y, z թվերը, որոնք կարող ենք վերցնել, իրենց կարելի է տեղավորել այս խորանարդի մեջ։ Այս խորանարդը հենց այդ մեր բոլոր հնարավոր ընտրությունների բազմությունն է։ Շատ լավ։ Հիմա եկեք հիշենք, որ մեզ անհրաժեշտ է վերցնել այն կետերը, որոնցում x գումարած y-ը մեծ է z-ից։ Դա անելու համար եկեք վերցնենք նախ նայենք, որ կետերի բազմությունն է, որ իրենց համար x գումարած y-ը հավասար է z-ին։ Եթե նայենք, ահա այսպիսի ինչ-որ մի հարթություն է, որը հատում է մեր խորանարդը, սրա վրայի կետերը իրենք ունեն x գումարած y հավասար է z տեսքը։ Որպեսզի պատկերացնենք ինչ է տեղ ունենում մեր այս խորանարդի հետ, սա ոնց որ ինչ-որ մեկը դանակով, ահա այսպես կտրի մեր խորանարդը, պատկերացրեք դանակը այսպես գալիս է եւ կտրում խորանարդը։ Մյուս կողմից եթե պատկերացնենք, ահա ինչ-որ դանակով այսպես գալիս են եւ այս մեր ժտեչյան կարագը կտրում են բաժանում երկու մասի։ Ուրեմն այն կետերը, որոնք ընկած են այս դանակով նշված այդ հատվածի վրա, իրենք x գումարած y հավասար է z կետերն են։ Մեզ անհրաժեշտ է այն կետերի բազմությունը, որոնցում x գումարած y-ը մեծ է z-ից։ Եվ հետևաբար այդ կետերի բազմությունը կլինի այս հատույթից դեպի ներքև ընկած մասը, այսինքն մեր այս դեղին գույնի ոնց որ կարագը բաժանվում է երկու մասի այս հատույթով, վերևի մասում ընկած են մեր համար ոչ պիտանի կետերը, x գումարած y-ը փոքր է z կետերը, իսկ մեզ անհրաժեշտ է x գումարած y-ը մեծ լինի z-ից, դրա համար պետք է վերցնենք այս հատույթից դեպի ներքև ընկած այս հատվածը։ Ոնց որ դուք գտնվեք ինչ-որ մի սենյակում եւ սենյակի վերևի ձախ կողմը ահա այսպես կտրեն։ Եկեք այժմ վերցնենք այն կետերի բազմությունը, որոնք մեզ պետք չեն։ Փաստորեն դա լինում է այսպես նարնջագույնով նշված այս բուրգը, մեր խորանարդի վերևի ձախ անկյունում գտնվող այդ բուրգը,
Եվ մենք ուզում ենք իրեն անտեսել։ Այսինքն այս բուրգի մեջ ընկած կետերը մեզ անհրաժեշտ չեն, դրանցով եռանկյուն կառուցել հնարավոր չէ։ Եկեք անցնենք հաջորդ պայմանին։ X գումարած z-ը պետք է մեծ լինի y-ից։ Ինչպես արեցինք մինչև այս, եկեք վերցնենք n կետերի բազմությունը, որում x գումարած z-ը հավասար է y-ի, դա կլինի ահա այսպիսի մի հարթություն, եկեք մյուս կողմից նայենք, ուրեմն այս անգամ մեր այս կարագը ոնց որ վերցնում ու հատում ենք մյուս կողմից, ահա այսպես որպեսզի պատկերացնենք, սա ունենում ենք x գումարած z-ը հավասար է y տեսքի կետերի բազմությունը, մեզ անհրաժեշտ կետերը ընկած են այս հատույթից դեպի վերև, այսինքն այն կետերը, որոնք ընկած են այս հատույթից դեպի ներքև, դրանք մեզ անհրաժեշտ չեն։ Փոխարենը եռանկյուն կարող ենք կառուցել այն կետերով, որոնք ընկած են այս հաջորդ նարնջագույն բուրգից դուրս։ Այսինքն, որպեսզի նորից պատկերացնենք, մեզ պետք է վերցնել այն կետերի բազմությունը, որոնք ընկած չեն ոչ այս վերևի նարնջագույն բուրգի մեջ, ոչ էլ այս ներքևի նարնջագույն բուրգի մեջ։ Փաստորեն ինչ տեղ ունեցավ։ Մեր այս խորանարդից, մեր այս կարագից կտրեցինք նախ այս վերևի մասը, հետո կտրեցինք մի քիչ էլ ներքևից։ Այժմ եկեք վերջապես անցնենք այն կետերին, որոնցում y գումարած z-ը փոքր է x-ից եւ դրանք նույնպես վերացնենք։ Ուրեմն նորից վերցնենք y գումարած z-ը հավասար է x, այս անգամ այս տեսքի կետերի բազմությունը, ինչպես տեսնում եք, սա էլ մի ուրիշ այսպիսի հարթություն է ստացվում, որը մեր կարագը վերցնում ու կտրում է ահա այսպես շեղակի։ Նորից այն կետերի բազմությունը, որոնք մեզ անհրաժեշտ չեն, y գումարած z-ը, որոնց համար փոքր է x-ից, իրենք արտահայտվում են մի այսպիսի բուրգի միջոցով։ Հա, սա էլ մեր կարագի այս ներքևի ձախ անկյունն է։ Այսինքն ներքևի ձախ անկյունը մեզ հարկավոր չի, ուստի այդ կետերը նույնպես պետք է վերացնենք, եւ բոլոր այն կետերը, որոնք տակը մնում են, դրանց համար x գումարած y-ը մեծ է լինում z-ից, x գումարած z-ը մեծ է լինում y-ից եւ y գումարած z-ը մեծ է լինում x-ից։ Այսինքն եռանկյուն կառուցելու համար անհրաժեշտ 3 պայմանները բավարարում են, եթե նայում ենք այս նարնջագույնով նշված հատվածներից դուրս մասերը։ Կարող եք պատկերացնել, որ կարագը վերցրել եք, դանակով կտրել այս կապույտ գծի երկայնքով, հետո կտրել ենք այս կանաչի երկայնքով, հետո կտրել ենք այս մանշակագույնի երկայնքով։ Ահա, եռանկյուն կառուցելու համար մեզ պետք է այս ընդհանուր ոչ խորանարդի միջից վերցնել միայն տակը մնացած այն կետերը, որոնք ընկած չեն այս 3 խորանարդների մեջ։ Եկեք հաշվենք յուրաքանչյուր խորանարդի ծավալը եւ հետո կանցնենք մեր հաշվարկներին։ Իրականում, քանի որ այստեղ ամեն ինչ համաչափ է, ամեն ինչ սիմետրիկ է, բուրգերը ունեն նույն ծավալները։ Ուրեմն եկեք հաշվենք դրանցից որևէ մեկի ծավալը, օրինակ այս մասում գտնվող մանուշակագույն կողմով նարնջագույն բուրգի ծավալը հաշվենք։ Այս մի կողմը 10 է, մյուս կողմը նույնպես 10 է եւ մեր բուրգի բարձրությունը եւս 10 է։ Իսկ ինչ վերաբերում է մեր այս հիմքի մակերեսին, մեր բուրգի հիմքը եռանկյուն է, ընդ որում 90 աստիճան ընկազում կողմերը, այսինքն ուղղանկյուն եռանկյան վրա կառուցված այսպիսի բուրգ է։ Այս դեպքում մեր բուրգի ծավալը կլինի բարձրության եւ հիմքի մակերեսի արտադրյալի 1/3-ին, ուրեմն կունենանք, որ բուրգերից յուրաքանչյուրի ծավալը 10-ի խորանարդ 6/3 է, իսկ մեր ընդհանուր խորանարդի ծավալը հենց 10-ի խորանարդ է։ Այսինքն ունենում ենք, որ մեզ անհրաժեշտ մասը լինում է 10-ի խորանարդից հանած 3 անգամ 10-ի խորանարդ 6/3, ու որպեսզի ստանանք հավանականությունը, թե ինչքան է հավանական, որ այդ 3 թվերը կազմում են եռանկյուն, անհրաժեշտ է մեր այդ 3 պայմաններին բավարարող մասի ծավալը, այսինքն 10-ի խորանարդ 2/3-ը բաժանել ընդհանուրի ծավալի վրա։ Այսինքն կունենանք, որ հավանականությունը կլինի 1/2։ Այս տեխնիկան, երբ պատկերում ենք բոլոր հնարավոր ելքերի բազմությունը, հաշվում դրա ծավալը կամ մակերեսը, եւ այնուհետեւ պատկերում ենք մեր պահանջներին, մեր պայմաններին բավարարող ելքերի բազմությունը ու դրա ծավալը կամ մակերեսը հաշվում եւ բաժանում իրար վրա, կոչվում է երկրաչափական հավանականություն։ Քանի որ այսքանով ավարտվեց մեր խնդիրը, խորհուրդ կտանք հենց այդ երկրաչափական հավանականությունով մտածել մեկ ուրիշ հավելյալ խնդրի շուրջ։ Որքան է հավանականությունը, որ այս նույն պայմանների դեպքում վերցված թվերից մեկը հավասար կլինի մյուս երկուսի գումարին։ Այսինքն հեշտության համար կարող ենք համարել, որևէ տարբերություն չկա, որքան է հավանական, որ x գումարած y-ը հավասար կլինի z։ Դե իսկ ձեր պատասխանը խորհուրդ կտանք գրել մեկնաբանություններում։ Շնորհակալություն, այսքանը։